Ասում եք ուժեղ ենք, շատ ուժեղ ենք, բայց ընտրական շեմը չհաղթահարելուց խի վախեցաք։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը արդեն իսկ դաշինք էր կազմել երկու ինչ-որ անանուն կուսակցությունների հետ, որոնց անունները նույնիսկ իրենց երրորդ համար Գոհար Մելոյանը չէր հիշում այն օրը բանավեճի ժամանակ, ու դա նշանակում է, որ երեք կուսակցության համար ընտրական շեմը 8% է, 8% զեն պետք է հավաքեն, որ մտնեն խորհրդարան։ Երեք հայտարարվեց, որ ապրելու երկիր կուսակցությունը այն Հայաստանի թաթարստան դարձնելու թեմայով առաջամարտիկ այդ կուսակցությունը եւս միանում է դաշինքին, ու դա նշանակում է, որ 4 կուսակցություն է դառնում դաշինքին, ու հետեւաբար ընտրական շեմը 8%-ից պետք է դառնա 10%։ Բայց այսօր արդեն փաստաթղթերը ԿՀ հանձնելու ժամանակ ուժեղները պնդեցին, որ չի միանում դաշինքին դե յուրե, այլ ընդամենը աջակցում է դաշինքին։ Այդ չլինի վախեցակ, որ 10% զեն չեք հավաքելու։ Բայց հետո էլ նեղանում եք, որ ասում ենք, եկել եք մի քանի տոկոս զեն հավաքեք, տակ Քոչարյան Ռոբերտին։ Դուք ինքնուրույն քաղաքական ուժ չեք, դուք ինքնուրույն քաղաքական միավոր չեք, ու դուք ընտրություններում ինչ-որ մի ինքնուրույն նպատակ չունեք որպես այդպեսին։ Էդ եք դուք, ժողովուրդ ջան, բայց էլ մի ասեք ուժեղ ենք։ Ասեք վախկոտ ենք, շատ վախկոտ ենք։ Էսա, տարածեք թող բոլորը իմանան ուժեղների վախերի մասին։